Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 17-րդ գլուխ Եղիա եւ Երաշտը։ Քաղաքի բնակիչներեն տեսփացի Եղիա ակապի ասավ. Դերը Իսրայելի Աստվածը, որուն արչև կգայնիմ Գաբրի, այս տարիներու մեջ ոչ սող բիդելա, ոչ անսև, բայց միայն իմ խոսքովս։ Դերը խոսեցավ անոր ըսելով. ասկե կնա ու թեպի արևելք դառնալով բահվդե հորտանանի թիմաց եղող քերիտ վդագին քով։ Այդ վդագեն ճուր բիդի խմես եւ ակրավներուն հրամայերեմ, որ հոնքեզ գերագրեն։ Անալ քնած ու դիրոջ խոսքին համացայն ըրավ։ Քնած եւ հորտանանի թիմաց եղող քերիտ վդագին քով բնագեցավ։ Ակրավները արդուն անոր հաց ու միս կբերեին եւ իրիգուննալ հաց ու միս եւ վդագեն ճուր գխմեր։ Ժամանակ մը յետք վդագը ցամքեցավ, որովհետև երկրին վրա դեղադարապ չեկավ։ Եղիա եւ Սարեպտայի այրին։ Ուստի դերը խոսեցավ անոր ասելով. Գանքնե Սիթոնացիներու Սարեպտան կնա ու հոն բնագե։ Ահա հոն այրի գնոջ մը հրամայերեմ, որ քեզ գերագրե։ Անալ գանքնեցավ եւ Սարեպտա կնաց։ Երբ քաղաքին մուտքը ասավ, ահա այրի գինը հոն փայտ կհավաքեր։ Զայն գանչեց եւ ասավ. Գաղերսեմ, ինձի անոթով քիչ մը ճուրպեր, որբեսի խմեմ։ Երբ ան փերելու կնաց, Եղիա անոր յետևեն որած ու ասավ. Գաղերսեմ, ցերկդ բադարմը հացալ ար եւ ինձի փեր։ Գինը ասավ. Դերը քո Աստվածդ Գաբրի, շոտ ճունիմ, բայց միայն սապորիմը մեջ մեկ փուրի չափ ալյուր գա ու գուժին մեջ ալ քիչմը յուղ գա։ Ահա երկու գդոր փայտ կհավաքեմ, որբես երթամ զայն ինձի եւ որդիս համար եփեմ, ու դենք ու հետո մեռնինք։ Եղիա անոր ասավ. մի վախնար, քնա եւ ըրե ինչպես որ ասիր, բայց անգենախ ինձի համար բզիկ շոտ մը պատրաստե եւ ինձի փեր, հետո քեզի ու որդիդ համար պատրաստե։ Արդարև դերը Իսրայելի Աստվածը սա գահայդարարե։ Սապորեն ալյուրը պիտի չհատնի ու գուժեն յուղը պիտի չբաքսի մինչև այն օրը, երբ դերը երկրակունդին վրա դեղադարապ ղրգե։ Գինը քնած Եղիայի խոսքին համաձայն ըրավ եւ ան ինք ու իր ընտանիքը երկար ժամանակ գերան։ Սապորեն ալյուրը չհադավ եւ գուժեն յուղը չբաքսեցավ դիրոջ խոսքին համաձայն, որ Եղիայի միջոցով ըսեր էր։ Այս բաներեն յետք այդ գնոջ դան դիրուհին որդին հիվանդացավ։ Անոր հիվանդությունը այնչափ զորավոր էր, որ անոր վրա շունչ չմնաց։ Գինը Եղիայի ասավ. ով Աստուծո մարդ, ինձի հետ ինչ ունիս։ Միթե իմ մեղքս հիշեցնելու եւ իմ որդիս մերցնելու համար ինձի եկար։ Ինքա լանոր ասավ. որդիդ ինձի դուր։ Զայն անոր ծոցեն արավ, իր բնագած վերնադունը հանեց ու զայն իր մահիջին մեջ բարգեցուց։ Աբա դիրոջ քոչելով ասավ. ով դեր իմ Աստվածս, իրապես այս այրի գիննալ, որոնքով ես բանտղտացած եմ, չարչարեցիր անոր որդին մերցնելով։ Զավագին վրա 3 անգամ երգնալով ու դիրոջ քոչելով ասավ. ով դեր իմ Աստվածս, գաղերսեմ, այս զավագին հոգին իր մարմինին թող վերադառնա։ Դերը Եղիայի ցայնը լսեց ու զավագին հոգին իր մարմինին վերադարձավ եւ ան վերաբրեցավ։ Եղիա զավագը արավ, զինք վերնադունեն դունի իջեցուց եւ իր մոր դվավ։ Եղիա ասավ. նայե, որդիդ Գաբրի։ Գինը Եղիայի ասավ. հիմա ասով քիծա թե տուն Աստուծո մարդն ես ու քու փերանիդ մեջ դիրոջ խոսքը ճշմարիտ է։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։